Աննա, բա ինչի ասես թանկարժեք բան նվիրել քեզ։ Դե չգիտեմ, մաման էլ զարմացավ։ Նույնիսկ ասեց տարտուր իրան նվերը, բայց ամաչում եմ, իրան վատ կզգա, չեմ ուզում, որ ինքը նեղանա, շատ լավ աղջիկ է։ Աննա ջան, դու գիտես չէ, ես քեզ ինչքան շատ եմ սիրում։ Ես էլ շատ լավ գիտեմ, թե դու ինչ տեսակ աղջիկ ես։ Ես քեզ մի բան հարցնեմ, բալես, դու ինչ գործ ունես այդ կնոջ հետ։ Ինչի քո տարիքի աղջիկների հետ չես շփվում։ Նվարտոտը ինքը այնքան լավն է։ Համ էլ ինքն էլ ընկերներ չունի, ես էլ չունեմ։ Իրար հետ նստում զրուցում ենք։ Այնքան լավ է ինձ հասկանում։ Պատահական ենք ծանոթացել դրսում։ Պարզա, լավ։ Կներես Աննա ջան, բայց ինքը ինձ հեչ դուր չի գալիս։ Բայց ինչի։ Չգիտեմ, ուղղակի դուր չի գալիս։ Զգուշ եղի բալես, զգուշ եղի, վատ շրջապատ չընկնես։ Քո տարիքում այնքան հեշտ է սխալվելը։ Բայց ինչից պետք է զգուշ լինեմ։ Չգիտեմ։ Ես քեզ ուղղակի ասում եմ զգուշ եղի, այդքան բան այ բալա ջան։ Նվարտոտան երեք չի ծնվել։ Ու շատ լավ գիտի, որ այդ տարիքում չեն էլ նկատում վտանգը, որ կողմից է մոտենում, ամեն ինչ սուլալ ջրի պես են տեսնում։ Տես չի, այդքան բալես։ Նվարտության քեզ վատ բան չի ասում։ Ես հետո էլի կգամ տեսնեմ մաման ոնց է, ինչ եղավ, առաջ օրն է, չէ գործի է գնացել։ Կգամ տեսնեմ ինչ եղավ, ոնց եղավ։ Ճիշտ է, Տիգրանը շատ լավ տղա է։ Բայց դե ինչ են տենց ասում։ Ախր ինքան լրիվ ուրիշ մարդ է։ Երեք մաման էլ բան չասեց, բայց զգացի, որ մի տեսակ է։ Իսկ այսօրվա երազս Նվարտոտայի ասածը հաճախ վտանգ է այնտեղը, որտեղից չես սպասում։ Սուլալ ջրի պես ես տեսնում։ Կարող է ինգայից պետք է զգուշանամ։ Բայց ինչի։ Վերջ։ Բայց ոնց որ ծուխ կա, հա։ Ոչ մի ծուխ էլ չկա, ուղղակի քեզ թվում է։ Չէ, հաստատ կա։ Չկա, ամել խոհանոցի դուռը փակ կպահենք, մի անհանգստացի։ Իսկ միսը։ Դու աղցանները լցրու ափսեների մեջ, դու դեռ աղագին գործ ունես, դեռ ոչինչ չես արել, արագացրու, մի կանգնի։ Հա, բայց ինձ անհանգիստ է, մինչև միսը չլինի, ոչ մի բան չեմ կարողանա անել։ Եթե կանգնես ու ասես չենք հասցնելու, հաստատ չենք հասցնի։ Ոնց որ իրենք են, հա։ Չէ, հաստատ Տիգրանեք չեն։ Դու գնա դուռը բաց արա։ Արագացրու, գնա դուռը բաց արա, շուտ արա, քանի նարեկը չի եկել, արագացրու։ Գնա։ Ոնց որ ստացվում։ Բա ուր ասում էի։ Տեսար, որ ասում էի։ Հիմա արագ միսը հանի, դիր ջերուցը և մարմանդ կրակը միացրու։ Ահա։ Այ այդպես, Ապրես։ Հիմա լսի տես ինչ եմ ասում, էդ տոբրակներն ու էդ տուփը արկղը տանում ես իմ սենյակ։ Ինչի։ Հա, տանում ես իմ սենյակ, որովհետև եթե Լիլիան դա ստեղ տեսնի, հաստատ գլխի կընկնի։ Դու տար իմ սենյակ։ Ոնց որ եկան։ Դու տար իմ սենյակ, տար հետո դեղը ձեռքիդ իմ սենյակից դուրս կգաս, ես գնում եմ դուռը բաց, գնա հանգիստ։ Բարև ձեզ հանեցեք։ Ծանոթացեք մայրս է, տիկին Սեդա, պարոն Ելխո։ Շատ ուրախ եմ դուրս ընկերս։ Համեցեք։ Մինչ մենք
Աշխատասենյակում մի բաժակվան կխմենք, դուք ընթրիկը Իհարկե, խնդրեմ։ Համեցեք որ։ Համեցեք։ Ինչ կարգին է։ Այո, ամեն ինչ կարգին է։ Սա ինչ հոտո։ Մանե արագացրու։ Մանե հեռախոսս չես տեսել։ Մանե քեզ հետ եմ։ Մանե ներկերդ հավաքի մատատիկը գալու է գնանք։ Տեսնեմ ինչ ես նկարել։ Դե լավ, ներքեր մատիկները հավաքի, նանաջան, ինչ, հավաքի, կեր որ դուրս գանք, տատիկը որ գա դուրս է գալու, ջան, վերջացրու։ Երեմ, բայց նայ կեսը կերել է։ Լուրջ ես ասում, կեսի կերել ես, հերոս ես գիտես։ Գիտես որ տատիկը տեսնի կմեղանա։ Բայց չեմ ուզում, սովաս չէ։ Ոստե սոված չես, մանե, ոչ բան չես ուտում։ Կեր թե չամ ինչից կզրկվես, վերջ։ Վերջացրու։ Չեմ ուզում։ Համով չի։ Ոնց որ համով է։ Ոնց որ թե համով է։ Շատ է։ Տատիկն է։ Բարև, բարև տիկին, Ինչ գործ ունես այստեղ, գնա այստեղից։ լավ էլ տեղավորվել ես, հա ոնց որ, մեքենա ունես, բիզնես ունես, տուն ունես, բիզնես լեծ ես դարը, հա արդեն։ Անկիս թող ինձ գնա։ Արի գնանք նստենք մի քիչ խոսանք։ Խոսում եմ։ Ինչ ես եկել, գնա ինձ հիմա։ Լուրջ։ Վախենում եմ քեզանից արդեն, հա։ Ես միշտ քեզանից սարսափել եմ։ Բայց մոռացել ես ինձ, հա ոնց որ, բայց ոնց տեսնում եմ չէ։ Անենց հետք եմ թողել, որ լավ էլ հիշատակ եք համար։ Գնա այստեղից անասում։ Մամ! Մամ! Մամ, ինչ արավ։ Քեզ կարմիր վայրի վարդեր նախոստացավ ու հեռացավ Կյանքը նոր պայտորվանից վայրի դարձավ ու բարկացավ Ճակատին գրված ուղին դու չես փոխի պիտի անցնես Քո ճամփին հազար փորձանք ու տարապավ Կտեսնես իմ հեքիաթ